Վերում է բժշկական համալսարանի ուսանողուհի, առաջի թե երկրորդ կուրս։ Վերում է մաման շատ նենց բան, մաման հարց ու պատասխան, բան չի բերել ենք նրա համար, որ աղջիկս 3 ամիս է դաշտանային ցիկլ չի տեսնում։ Մենք մտահոգված ենք եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, դե շատ հմուտ բժիշկ, ասում է ծնողները թող մի հատ դուրս տան։ 7 անգամ այն որ ասում է մի կողմից, մյուս կողմից հարց է տալի, Ազիզ ջան, դու կարող ես պատահի ինչ-որ հղիության խնդիրներ, սիրուսի բացիչն բավականին բան զարգացած աղջիկ ես, կարող է ունենք ինչ-որ խնդիր, չէ ինչ եք ասում, մոտավորապես դուք ինձ ում եք դրել բան եւ մյուս կողմից է հարցը, մի խոսքով 7 կողմից, ասում են գնում ենք, դե ուրեմն ասում է սկզբնական քանի որ, մանա մենք պետք է գնանք կատարենք գերձայնային հետազոտություն։ Գերձայնային հետազոտության ընթացքում պարզվում է, որ աղջիկը 10 շաբաթական հղի է, ման չկա, բայց 3 ամիս էլ է արդեն։ Հիմա այդ նույն 3 ամիսը որ բանը, այն դրա հետ մեկն է, երբ որ մտնում են այդ սենյակը, որտեղ կատարվում է, նորից է բժիշկը հարցնում, մաման գա քո հետ, հա ինչ խնդիր կա, մաման գա։ Պարզվում է, հա, բարձրացնում է նման խնդիր է, հա, որը մեր մենտալիտետի հետևանքն է, այդ ոչ ավարտված եւ ոչ լրիվների թափանցումով հարաբերության հետևանքով աղջիկը հղիացել է, բայց քանի որ մտածել է, որ հարաբերություն մինչև վերջ տեղի չի ունեցել, էլ ինչ ես մամայից, պապայից թաքցնելիս չեմ կարող հղի լինեմ։